Վզիս բռնես, չոքսնես, ասես դե հիմա արա, գլգլը, բոզի տաղա։ Բայց դուք պատգամավոր եք, ձեզ որ մեկ չի կար ասի, դավայ սիկտիր, ժողովուրդն էլ ձեզ անտրե, դուք կուլտուրական եք։ Հիմա ասում են Արման Թաթոյանին ենք ուզեմ, անես կուլտուրական տղայա, կուլտուրական ծծնեմ ձեզ։ Բա հերեք գնացեք հիմա տե, մի հատ ես մեղրի քաղաքապետի ձեռը բռնած, դու կարա ձեռից բռնես լովիկ։ Հատ անցի։ Վերջում ասա բոզի տղա, ուրա։ Ու մի հատ էլ հելի գնա մտի հիվանդանոց, են որ դու հիվանդանոցը պարկել էիր, հիշում ես։ Կնիկդ էլ որ եկել էր ձերը բռնել էր, սիստեման ձերի մեջ դրած, սավանը վրետ կցած, ես էլ դաժե ֆիլմ նկարեցի, որն էր, վրեժի ծարավ երաշտություն էր, որն էր, չեմ իշմ, հա, էտից էր, պոյ, լովիկ պոյ, տենում ես դու տակ պայմանները մի հատ սավանը վրետ կցած, սիստեմը ձերիտ մեջ դրած, կնիկդ ձերըտ բռնած, ձերըտ մենակ ծարներևմ նկարվել էին, դու չէիր մրսմ։ Բա հիմա հելմյատ հելի գնա մեղրի հիվանդանոց, դեպուտատնի ես։ Մի հատ գնա մեղրի հիվանդանոց, հլը տես էդ հիվանդանոցում միտակ սավանով, ձերը բաց, հիվանդը կորը պորքի թե չէ, թեք սարք սատկի, էդ է կմերրի, ջերուցումն ուրա։ Լովիկ սովորի տղաց սսնել, և առհասարակ, յուրաքանչյուր ազգային ժողովի պատգամավոր պիտի դա կարանա անի, որպիսի այսենց դեպքի վայր գնալուց քաղաքապետին, ով որ սենց խապը մի հատ ուրիշ ինտերվյու տալեմ, հետո ուրիշ ինտերվյու տալեմ, հետո ուրիշ բանախո, վզիս բռնես, չոքսնես, ասես դե հիմա արա, գլգլը, բոզի տաղա։ Ուրիշ լեզու, ցավոք սրտի, մեր ժողովուրդը չի հասկանում։ Կատեգորիկ։ Մարդիկ ասում են Վարդան Ղուկասյանը հայոմը յամանեսիշ բան ասում, հələ մի վարքյան, կապված նաև հայոյանքի հետ, են որ մի հատ բան եմ կտե, ուզում եմ ընթերցել հատուկ ինտիլիգենցիայի համար։ Էսի ես չեմ ասում, էսի ձեր նման ինտիլիգենտերն են գրեմ։ Փաստացի, ըստ Մուրադյանի սկզբնապես հայոյանքն առաջացել է որպես ծիսակարգային սրբազան լեզու, հայոյանքը, որով մոգերն արտասանում են իրենց կախարդություններն ու սպասում առատ բերքի, էդ ես չեմ գրել։ Այդ լեզվի հիմնական հասկացությունները կապված էին արական ու իքական սկզբերի և նրա սեռական բնույթի հարաբերությունների հետ։ Այսպիսով, նշված շրջանում հայոյանքները սեռական ակտի և բեղնավորման գործընթացի մոգության նպատակներով իրականացվող սիմվոլիկ նմանակումներ էին և հիմնականում կապված էին հողագործության հետ։ Էթնո երաշտագետ պատմական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պիկիչյան նշում, հայոյանքը ծիսական բնույթ ունի և պարտադիր տեղ է գրավել պտղաբերություն և ծնունդ ակնկալող բոլոր ծեսերում, հարսանեկան, նոր տարվա, երկրագործական և այլն։ Երկրագործական ծիսակարգում հայոյողը կերպարվում է իբրև աստվածային վարող, այսինքն Վարդան Ղուկասյանը հիմա աստվածային վարողը, այ բոզի տղեկ, էդի կուլտուրական մարդիկ են ասում։ Իբե աստվածային վարող, աստվածային ցանող հերոս և զուգորդվում հողի հետ։ Սրանով էլ հաճախ բացատրվում է ծիսական հայոյանքի մյուս գործառույթները ընկալվելով իբրև չար խափան, ուժ, աղոթք, հմայք։ Էս էլ խոմ, գիտանկավոր մարդիկ են ասում, որ հայոյանքը, իսկ հայոյանքի մոնոպոլիան, ոնց էլ ասում են Ալեքս Համսոնյանի հաղորդաշարը, իմն է, իզնից բացի ոչ մեկ չի կարա, հայոյի այնպես ինչպես մոգ։ Կտրեն, մեկ կուլտուր Հռիփսիմե Պիկիչյան, էթնոսա երաշտագետ պատմական գիտությունների թեկնածու։ Խփեք, բացեք, կարդացեք։ Ուստի ասրանից հետո թույլ ոչ մի կուլտուրական աղբի տղա չասի թե Վարդան Ղուկասյանը հայոյում է։ Գիտությունը իմ կողմից է։ Ուստի քանի որ գիտությունը իմ կողմից է, ու ասում եմ որ ես վարույթ ծիսական վարող եմ աղջի, արսի ռոզիկ դուք կպատկերացնեին, որ ես աստվածային մարդ եմ։ Բա, ես չգիտեի։ Իմ համար լրիվ նորություն Վարդան Ղուկասյան աստվածային մարդ, դու տես, գիտականի, ընտես եզրակացություն են տվեին վերով, ու ես ապերախտ, բոզի տրեքն ասում են ինքը կրպում է, ինքը կախ, բա ոչ հասեմ Պիկիչյանը ծծնի ձեզ, իա պիպիկով, ու հիմա, ընգեր լովիկ, վեկալը մեզ քո պատգամավորներին տեսալ, աչոտն էլ տվի, որ նորմալ բանա, ու էթը մեզ մեղրի,
Են Կամիլ Մազերովին էլ կվեգալես հետը։ Ես վստահ եմ, որ ոնց վերևի մազերն ա կարմիր, այդպես էլ ներքևի մազերն ա կարմիր։ Եթե կա։ Բայց ելի պիտի սիրի։ Անտառ, կարմիր, աշուն, Շվեյցարիա, հատուկ ծառեր, կարմիր դեղին եւ այլ։ Այդան հետը վերցնում ես, որ մեղրի քաղաքապետը, երբ որ կզի են Կամիլ Մազերովի բդերալանքը, ագրես, զգա բնության ցողը, բեկրանքը, ինքը տենա ալպյական մաքրություն ու բնություն, ինչա կատարվան էտ այդ կնգա պաչեկի արանք, իհարկե քրիստիկը տեղ դրիվույշը, քրիստիկի մոտ յոժիկա, ու ագրեսն պիտի Կամիլ Մազերով գնալ գալով, ծսցնի, անպայման, ագրեսին էլ հակցնում ես մի հատ ռուսիկ, որի լաբավո, մասում գրացլնի, գլը, որ մեղր ու քաղաքապետը հասկնա ինքը ինչ պիտի անի, Բոզի տղեք, պաստը դնում ես դեմները, ասմա չէ, բար ինչ է դրանի, չիբուղշանը փող առը, արա չիբուղշանը փող առը, որ առեմ, ինչ կապ ունի, մարդ ասաբա դուք բոզի տղեք, էթա, ապրես, ածարի, դոզարի, գագոն կզգնավ, գագոն, մի տրորի խերդ, գագո, կողիներն էլ են ուզում, Իսկ մեղրի ժողովրդին ես խոստանում եմ, մեղրին կունենա ամեն ինչ, դաժե մեղրին պիտի ունենա են, որ դաժե որպես քաղաք կյան չել հասնը, ես մեղրի ազգաբնակչությանը դա խոստանում եմ, ես չգիտեմ ուրիշ ինչ քաղաքական դեմք ձեզ խոսքը տա, ինչ խոսքը տա, ես չգիտեմ, ես իմ խոսքի տերն եմ, ես ամենը մեղրին ունենալու է, պլուս դաբավը չնի, բժիշկներով, կենտրոններով, ամեն ինչով, Սա նաև մեղրի ժողովրդի մեղավորությունն է, որ այսենց բոզի տղեկի են ձեն տղե, նախկին ու ներկա անուն ազգանուններով։ Ու հիմա պիտի այդ դեպուտատն ինքը, որ նստած են ընդեղ, տեն տալոն են, տարել կա երես գոնը, որ ասամանափակ պատասխանությամբ ցրտել է։ Առաջինը նա պիտի վազեր մեղրի։ Ես հիմա սպասում եմ ազգային ժողովի պատգամավորների ընդդիմադիր, քանի հոգյավաղը գնալու մեղրի։ Ինձ են բեսամ հետա փողը ունեք, ավտոն ունեք, ամեն ինչը ունեք։ Հայաստան սիրելը Ղարաբաղի դրոշ դեմը դնել ու Նիկոլ ծծցնելը չի։ Ես նայեցել որ, ասենք ես ուզում եմ բանանել արտահայտվել, որ մուսկուլնի դրած, նախ լովիկ իրավաբանական ավարտած տղա է, տեքստը կարդալը ո՞րն է։ Դու տեսել ես տեքստ կարդամ։ Կարդում եմ այն ինչ Կոնկրետ պիտի ոչ եմ կարդացվի, պաստը, ես ինչ-որ եթե մարդուն հարց տամ, ես դաժե մամլու ասուլիս բան լրագրողները, որ զանգում ենից, թո մի հատ լրագրող, որ ինձ այսքան ժամանակ ինտերվյու ավեկալ է, մեկ ասի, որ ինչ-որ մի հարց իմ հետ համաձայնացրել է նոր։ Բացարձակ։ Իրավաբանական ավարտած, բարձրագույն ավարտած, մուսկուլնի ունեցող տղա ես, տեքստը հարցը կարդում ես։ Երկու բար չես կարում կապեսյանից հարցտաս, կամ իշխանություն ա կոչվեմ, վարչապետ ա կոչվեմ, խերրի գլոխը, ես չհասկաց, ասանք նամյոկը հասկցան, թե չհասկցան, ազգային ժողովի պատգամավորն ասում ա կառավարության գլոխ։ Նախ ասես գլուխ, բայց ավելի ճիշտ կներ ասել գլոխ, եւ որ ասել գլոխ կարող է այդ վաղ հասկանային, որ ի նկատի ունի խերրի գլոխ, արտահայտությունը։ Ազգային ժողովի պատգամավորը Հայաստանի Հանրապետության վարչապետին ասում է կառավարության գլուխ ու մնացածը հարցն տալեմ ինչ տոն լավ անում կարում մոլոդից հարգեցի Պրոստը որ կանա դրա հետ մեկտեղ նաև լովիկը Նիկոլին ծածցրի вообще իմ դուրը կգա կասեմ տղա յա բայց ամեն հետարքի նայա որ ինքը որպես երկրի վարչապետ նե այդ տոնով պատասխանը ես evor ասում Ոչ, հələ մի պա եկեք մտովի տեղափոխվենք ու պատկերացնեինք, որ նստած է Վազգեն Սարգսյանը, եւ որևէ մի պատգամավոր այդ տոնով այդ абսուրդ անցանք, բայց հələ ուղղակի բան ենք անում, էլի պատկերացնում ենք։ Չմո, տրապկա բարիս էսենց փալաս, բոզի տղեն, ոնց եկավ դարավ կառավարության գլուխի, այսինքն ոչ չեկավ, դա Բերին դարձրին, նույն ընկեր նախկիններ կոչվածները, այնոն էլ Բայդենի ինտերվյուն էին դրել, մարդը Բայդեն ասում է, չէ, այդ է խոմ Բայդենն ասում,
Վարդան Ղուկասյանը չի, Թուղթ ու Թանակը չի, որ ասեն կեղծել են, տենց բան չկա։ Մարդը ընկեր Բայդենը փող կան նախագահ եղած ժամանակ ասում որ մենք ուզում ենք ցեղասպանությունը, ընդունենք Սերժ Սարգսյանը զանգեց ասես մի ընդունեք մենք հարաբերություններ ենք բայլավում Թուրքիայի հետ։ Նույնը շարունակվում է այսօր այս բոզի տղեկի կողմից։ Նախկիններ, ներկա, իշխերից նախկին, իշխերից ներկա, ազին խույ։ Մենք հեսականադառնանք։ Նա շեղիդին չանի արդեն դաժե։